Ռուբեն Վարդանյանը գնում է ինքնազոհության հանուն Հայաստանի պետական ազգային վերածննդի և Բաքվի բանտից ուղերձ է հղել, լսել եք նրա ուղերձը։ Այո, լսել ենք։ Ինչ կասեք։ Ինչ պետք է մարդ հասնի իր նպատակներին, անօրինական գործունեություն է ծավալում Բաքվում, մարդկանց պահում են բերդերում։ Ոչ Ռուբեն Վարդանյանն է ինձ հետաքրքրում, ոչ էլ իր հետ նստածները։ Ինչու։ Դե բոլորին հայտնի է, որ իրանց պատճառով եղավ, ինչ որ եղավ Ղարաբաղում։ Բայց ինչու եք այդպես մտածում։ Այդպես եմ մտածում։ Որևէ մեկը կարող է բռնանալ իմ մտքի վրա։ Չենք կարող բռնանալ, ուղղակի ուզում եմ հասկանալ ինչու եք այդպես մտածում։ Դե եթե ասենք բոլորս նայում ենք, ասենք այդ բլոգերներին իրանց ասենք տեսանյութերը լսում ենք, հասկանում ենք, որ ասենք իրանց մեղքը շատ է այդտեղ։ Ավել բան չունեմ ասելու։ Այսինքն Հայաստանի իշխանությանը չեք մեղադրում եք Արցախի ղեկավարությանը։ Այսօրվա օրով բոլորն էլ մեղավոր են, նախ որպես իշխանավորներ, երկրորդ որպես մարդ ընդհանրապես անմեղ մարդ չկա։ Իրանց մեղքը ավելի շատ է, որովհետև ժողովրդին ավելի շատ վնաս տվեցին, քան թե անհատ մարդը, որ ինքը իր համար ինչ-որ մեղք կա գործում, որ Աստծո առաջ է պատասխանատու, իսկ իրանք պատասխանատու են ժողովրդի համար։ Ամբողջ ժողովրդին են իրանք վնաս տվել, գներեք։ Լսել եմ, նա հայրենասեր մարդ է, ես նրան հավանում եմ, հարգում եմ ու շատ ցավում եմ, որ նրան այդպես են վերաբերվում, թե այնտեղ այն հասկանալի է, բայց մերոնց հասկանալի չի։ Մեր կառավարությունը լռում է այդ մարդկանց 23 հոգի տանջվում են, բայց այստեղ լռություն է։ Այո։ Ինչ կասեք։ Չգիտեմ, չեմ կարող ոչինչ ասել, բայց ցանկանում եմ շուտ վերադարձ։ Իսկ ասած գիտեմ, որ ինքը այսօրվա դրությամբ Բաքվի բանտում է նստած։ Ինչ կասեք։ Իր մասին, որպես հայրենիքին նվիրված զավակ, ինչ որ մի բան ուզում էր անել Արցախի համար, ավաղ ոչինչ չստացվեց։ Մեղավորը միգուցե մենք այս ժողովուրդն ենք, որ չկարողացանք Արցախը պահպանել, եւ այդ պահով կարելի ասել մեր ազգային մեծագույն նվիրյալ զավակները ընկան գերության մեջ Բաքվում։ Լսել եմ, կարդացել եմ, լսել եմ։ Ինչ կասեք։ Գիտեք ինչ, ես միայն ափսոսում եմ, որ մեր գերիները ընդեղ են, ես ոչ իրա ուղերձն եմ այդպես հալած յուղի տեղ ընդունում, ոչ էլ որ ինչ որ վեր կենամ գնամ իրա համար կուրծ գծեցեմ, որ վայ թող դուրս գա, թող գա, բայց եմ որ ես չէի ուզենա ամենավերջին մարդը լիներ մեր թշնամու բանտում, ես դրանում չեմ էլ կասկածում։ Չգիտեմ, այս պահին չեմ կարողանում, շատ ցավում եմ իր համար, շատ։ Ինքը շատ արժանի մարդ էր։ Երևի պիտի մի քիչ չգիտեմ, այսօրվա դրությամբ աշխարհում ոչ մի այս միջազգային բաներ այնքան թուլացած են։ Ռուսաստանն էլ լրիվ ուրիշ քաղաքականություն ա վարում ու ինքը դարձել է զոհը։ Այս ամբողջ խառնաշփոթ վիճակի ուղղակի դարձել է զոհը։ Այո։ Ինչ կասեք։ Ինչ կասեմ, մեր հայը պիտի փրկենք։ Այո, լսել եմ։ Ինչ կասեք։ Շատ հուզված եմ, շատ ցավում եմ, սա նոր չի, որ ես Ռուբենի մասին այն օրերին, որ Նիկոլը սկսեց դրա այս սուրբ մարդու մասին հերյուրանքներ տարածել, մեր ժողովրդին տրամադրել, որ ամենավատ բաներն ասեն իր մասին, բացարձակ չէր համապատասխանում իրականությանը, նա անձնազոհ մարդ է, հայ ազգին նվիրված, հայրենասեր, մեծ Լսել եմ։ Ինչ կասեք։ Շատ ցավալի է, ուղղակի բառեր չեմ գտնում ասելու, որովհետև ամեն անգամ երբ որ տեսնում եմ դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի տեսքը, արդեն ամեն ինչի մասին խոսում է։ Ամեն ինչի մասին, իսկ երեկվա հայտարարությունը իրոք ինքը գնում է ինքը ոնց բացատրեմ, որ ավելի ճիշտ լինի, անձնազոհության է գնում, բայց միևնույն ժամանակ այնտեղ տողատակեր կար, որ կարելի էր կարդալ, հասկանալ, որ նա դեմ էր այս անարդար դատավարությանը, իրոք անարդար դատավարություն ընթանում, բայց այսօր Հայաստանի իշխանությունը լռում է։ Չեմ լսել, բայց ես ցավակցում եմ իր համար, շատ եմ
ոնց ասեմ, մտածում էլի, որ ինքը փրկվի, դուրս գա։ Մեր ամենալավ մարդկանցից մեկն է, ինչու պետք է նա տանջվի թուրքական այդ գազաների մեջ։ Մենք պետքա բոլորս պաշտպանենք իրան։ Մենք պետքա բոլորս ոտքի կանգնենք, ոնց են ասում, որ կարողանանք միահամուռ ձևով իրանց ընդեից ազատագրենք, աղջիկ ջան։ Շատ եմ ցավում իր համար։ Ճիշտ է, այսօր առավոտյան լսել եմ։ Ինչ կասեք։ Անկեղծ ասած, դա իմ ցավոտ հատվածն է, ընդհանրապես գերիների հարցը, եւ ավելի հուզիչ էր նրա այդ ելույթը, այդքանը կարող եմ ասել եւ ընդհանրապես շատ ծանր եմ տանում ես այս իրավիճակը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։